Բարև ձեզ։ Քննարկում ենք 2025 թվականի քիմիայի ուսուցիչների կամավոր ատեստացիայից եւս մեկ խնդիր, իմ տարբերակում այն համար 27-ն է, սակայն այլ տարբերակներում կարող է լինել այլ համարի տակ։ Քրոմի եռավալենտ նիտրատի լուծույթի էլեկտրոլիզի արդյունքում ստացել են քրոմ, որը մշակել են ավելցուկով վերցրած աղաթթվով եւ լուծույթը թողել բաց օդում։ Այնուհետև լուծույթին աստիճանաբար ավելացրել են նատրիումի հիդրոքսիդի լուծույթ մինչև նատրիումի մետաքրոմիտի առաջանալը, որի ընթացքում ծախսվել է նատրիումի հիդրոքսիդի 40% զանգվածային բաժնով 160 գրամ լուծույթ։ Այստեղ պետք է անտեսենք աղաթթվի չեզոքացման վրա ծախսված նատրիումի հիդրոքսիդի քանակը եւ պետք է որոշենք, թե քանի գրամ քրոմ է անջատվել կաթոդի վրա միլիգրամով եւ անոդի վրա անջատված գազի ծավալը, եթե կաթոդի վրա անջատվել է եւս 0.8 գրամ գազ։ Առաջին հերթին կազմենք քրոմի եռավալենտ նիտրատի ջրային լուծույթի էլեկտրոլիզի հավասարումը։ Այստեղ քրոմը գտնվում է ալյումինից ջրածնի միջակայքում, հետևաբար կաթոդի վրա պետք է վերականգնվի եւ քրոմը եւ ջուրը, այսինքն մենք ունենք երկու զուգահեռ պրոցես։ Առաջին պրոցեսում քրոմի եռավալենտ նիտրատը ջրային լուծույթում ենթարկվելով էլեկտրոլիզի, քրոմը կարող է վերականգնվել, կստանանք քրոմ թթվածին եւ HNO3։ Զուգահեռ կքայքայվի նաեւ ջուրը, քանի որ այստեղ մեր աղաթթվածնավորը եւ անոդի վրա պետք է օքսիդանա միայն ջուրը։ Այսպիսով կաթոդի վրա անջատված գազը կարող է լինել ջրածինը։ Հավասարեցնում ենք մեր պրոցեսները։ Եվ շարունակում ենք հետագա ընթացքը։ Քրոմը աղաթթվի հետ սկզբնապես պետք է առաջացնի քրոմի երկվալենտ քլորիդը։ Օդի թթվածնի հետ շփվելով քրոմի երկվալենտ քլորիդը աղաթթվի ներկայությամբ օքսիդանում է մինչև եռավալենտ քլորիդի։ Իսկ քրոմի եռավալենտ քլորիդը արդեն օժտված է որոշակի երկդիմությամբ եւ բնականաբար կարող է փոխազդել նատրիումի հիդրոքսիդի լուծույթի հետ, առաջացնելով նատրիումի քրոմիդ եւ իհարկե նատրիումի քլորիդ։ Հավասարեցնում ենք այս ռեակցիան եւ ահա այստեղից արդեն սկսում ենք մեր հաշվարկները։ Քանի որ մեզ մոտ 1,6 մոլ նատրիումի հիդրոքսիդ էր, նշանակում է ծախսվել է 0,4 մոլ քրոմի եռավալենտ քլորիդ, եթե քրոմի եռավալենտ քլորիդը 0,4 մոլ է, ուրեմն այստեղ էլ է 0,4 մոլ։ Դա նշանակում է, որ 0,4 մոլ քրոմ է անջատվել կաթոդի վրա։ Այսպիսով մեր առաջին ենթահարցը քրոմի զանգվածը 52 անգամ 0,4։ Կստացվի 20,8 գրամ, կբազմապատկենք 1000-ով եւ կստանանք 20,800 միլիգրամ։ Սա մեր առաջին ենթահարցի պատասխանն է։ Հիմա անդրադառնանք երկրորդ ենթահարցին։
Քրոմի նիտրատի էլեկտրոլիզի առաջին ռեակցիայից մեզ մոտ անոդի վրա կանջատվի 0,4 անգամ 3-ը 4-ի, այսինքն 0,3 մոլ թթվածին։ Քանի որ կաթոդի վրա անջատվել էր 0,8 գրամ գազ, այսինքն դա 0,4 մոլ ջրածինն է, 2-ից 1 եւս 0,2 մոլ ջրածին թթվածին կանջատվի ջրի քայքայումից։ Ընդհանուր գազի քանակը կլինի 0,5 մոլ, այսպիսով այն թթվածինը հավասար է 0,5 մոլ, սրա ծավալը կլինի 22,4 անգամ 0,5, 11,2 լիտր, կբազմապատկենք 1000-ով, կստանանք 11,200 միլիլիտր։ Սա էլ մեր երկրորդ ենթահարցի պատասխանը։ Այսքանը։